արտաքին քաղաքականություն։ Уважаемые дамы и господа, добрый день, дорогие друзья. We discussed in depth the conflict in Nagorno-Karabakh. Azərbaycan ordusu günü-gündən güclənir. Ordumuzun bərpa etməkdir. Լրատվական ռադիոն ներկայացնում է Modus Vivendi արտաքին քաղաքականություն։ Արապատյանի հեղինակային հաղորդումը։ Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, շարունակում ենք Modus Vivendi հաղորդաշարը, Արապապյանի հեղինակային հաղորդաշարը, որը առավելապես արտաքին քաղաքական հարցերին է վերաբերում։ Այսօր մենք պիտի խոսենք, զրուցենք Ուդրո Ուիլսոնի մասին։ Ուիլսոնի մասին ես առիթներ ունեցել եմ խոսելու, բայց դա եղել է առավելապես Ուիլսոնի իրավարար վճռի հետ կապված։ Բայց քանի որ մարտի 4-ը այն օրն է, երբ 1913 թվականի մարտի 4-ին, այսինքն ուղիղ 100 տարի առաջ Ուիլսոնը դարձավ Միացյալ Նահանգների նախագահ, 28-րդ նախագահ, արժի անդրադառնալ նրա գործունեությանը նախ համաշխարհային մակարդակի ընդգրկումի առումով, ինչպիսի դերակատարություն է ունեցել, ապա ամերիկյան ընդգրկում եւ նաեւ հայկական մասով ավելի շատ նրա հումանիտար մարդասիրական գործունեության առայժմ մի կողմ թողելով, ասենք իրավարար վճիռը, որտեղ դրա մասին խոսել ենք։ Ուդրո Ուիլսոնը Միացյալ Նահանգների նախագահ է դարձել 1913 թվականի մարտի 4-ին եւ մինչեւ 21 թվականի մարտի 4-ը եղել է նախագահ։ Տեսնում ենք, որ սա խիստ խռովահույս ժամանակաշրջան էր ամբողջ աշխարհի համար, մասնավորապես Միացյալ Նահանգները, որտեղ դա առաջին համաշխարհային պատերազմի տարիներն էին եւ նրան հաջորդած խաղաղության Փարիզի վեհաժողովի։ Համաշխարհային առումով իհարկե ամենից մեծ դերակատարությունը, որ Ուիլսոնը ունեցել է եւ սա պիտի ասել, որ անանց նշանակություն է, դա կապված է ազգերի լիգայի ստեղծման հետ։ Պիտի հստակորեն մենք գիտակցենք, որ այն աշխարհակարգը, որ այսօր ունենք, այսինքն երբ որ մենք միավորված ազգերի կազմակերպության այսքան մեծ դերապահում ենք տալիս, խարսխված է, անգամ ածանցվում է ազգերի լիգայից։ Ազգերի լիգան առաջին կառույցն էր, երբ փորձ արվեց համաշխարհային հարաբերությունները մի կառույցի մեջ միավորելու։ Իսկ ազգերի լիգայի թիկունքում, այդ գաղափարի թիկունքում Ուդրո Ուիլսոնն էր կանգնած եւ նա պիտի ասել, որ 1919 թվականի համար խաղաղության մրցանակ ստացավ հենց այդ գաղափարի առաջ մղելու եւ զարգացնելու համար։ Այսինքն նպատակն էր ստեղծել որոշակի համաշխարհային կառույց, որը կկանխեր հնարավոր պատերազմները։ Այն ժամանակ պիտի ասել, որ խորհուրդը, այդպես էր կոչվում, այն ինչ որ հիմա կոչվում է անվտանգության խորհուրդ, բաղկացած էր 5 երկրներից, դա բրիտանական կայսրություններ, Ֆրանսիաներ, Իտալիաներ, Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները, բայց շատ տարօրինակ կերպով եւ ճակատագրի ինչ որտեղ հեգնանքով, թե Ուիլսոնը ինքը ամերիկյան նախագահ որպես առաջ էր մղում այդ գաղափարը, Ամերիկան չանդամակցեց ազգերի լիգային, որովհետեւ Միացյալ Նահանգները չհաստատեցին Վերսալի խաղաղության պայմանագիրը Գերմանիայի հետ, որի հենց առաջին գլուխը դա ազգերի լիգայի կանոնադրությունն է։ Ինչու չհաստատեցին, այն պատճառով, որ Միացյալ Նահանգներին այդ ժամանակ իշխում էր Մոնրոյի դոկտրինը, այսինքն մի դոկտրին, ըստ որի Միացյալ Նահանգների շահերը ընկած են միայն արևմտյան կիսագնդում, այսինքն հյուսիսային եւ հարավային Ամերիկաներում, եւ Միացյալ Նահանգները պիտի միջամուխ չլինեն նաեւ այլ տարածաշրջաններում, մասնավորապես Եվրոպա եւ Միջին Արևելք։ Պատմությունը ցույց տվեց, որ Մոնրոյի դոկտրինի կիրառումը 20-րդ դարում սխալ էր, բայց ցավոք սրտի մեզ հայերիս համար այս դոկտրինը բացասական հետևանք ունեցավ, դրան ես ավելի մանրամասն կանդրադառնամ, բայց այն առումով, որ Հայաստանի մանդատը մերժվեց Միացյալ Նահանգների կողմից։ Ուրեմն համաշխարհային ընդգրկումով առաջի կարևոր դերը դա ազգերի լիգայի ստեղծումն էր Ուիլսոնի տեսակետների եւ հայացքների հիման վրա։ Մյուս ազգերի կամ ավելի ճիշտ ժողովուրդների ինքնորոշման հարցն էր self-determination կոչեցյալը, որը մեծ սովետական տարիներին սովորացնում են, որ իբր լենինյան սկզբունք է, բայց ըստ էության սա ուիլսոնյան սկզբունք է։ Լենինը պարզապես նրանից այս գաղափարը վերցել էր եւ բոլշևիկյան տեսանկյունով էր նայում, բայց ինքնորոշման սկզբունքի գաղափարը եւ նրա հիմնական շարժիչուղը եղել է Ուիլսոնը։ Սա նորից մեզ համար հայերիս համար խիստ կարեւոր սկզբունք է, կապված հենց նույն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ եւ կապված նաեւ մեր տարածաշրջանի շատ
նաև այլ ազգերի, որոնց կարծում են, որ ինքնորոշման սկզբունքով դեռ կարողանան հասնել որոշակի հաջողությունների։ Պիտի ասեմ, որ ինքնորոշման սկզբունքի հիման վրա էր, որ նաև Հայաստանի Հանրապետությունը անկախացավ։ Այսինքն շատերին թվում է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն առաջացավ, որովհետև, ասենք, կար Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, դա զուտ հարցի ձևական կողմն է կամ ներպետական կողմն է, բայց համաշխարհային ընդգրկումով դա ազգային կամ ժողովրդական ինքնորոշման դրսևորում էր։ Կարծում եմ, որ այս երկու համաշխարհային սկզբունքները արդեն կամ կառույցը բավարար են, որ նա համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչ մնա։ Ամերիկյան առումով նորից մեծ է Ուիլսոնի դերակատարումը, բավական է ասել, որ նրա օրոք էր, որ սահմանադրության մեջ փոփոխության կատարելով կանայք 1920 թվականից ստացան քվեարկելու իրավունք։ Ինչքան էլ տարօրինակ է առաջին հայացքից, որ թվում է Ամերիկայի նման առաջադեմ երկիրը միայն 1920 թվականին կանանց տվեց քվեարկելու իրավունք, պիտի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը դա ուներ դեռևս 18-19 թվականներից, այսինքն մի փոքր այդ հարցով մենք առաջ էինք։ Եվ սա Ուիլսոնյան ներդրումն է արդեն ամերիկյան առումով։ Մյուս ամերիկյան ընդգրկումով, ասենք, առաջադիմական քայլը կարելի է համարել այն, որ նրա օրոք էր, որ սենատորները սկսեցին ընտրվել ուղղակի ընտրությամբ։ Գիտեք, որ ըստ ամերիկյան սահմանադրության յուրաքանչյուր նահանգ ընտրում է 2 սենատոր, որը ներկայացնում է այդ նահանգը ֆեդերալ դաշնային իշխանությունում, այսինքն հավասարությունը պահպանվում, անկախ թե քանի բնակիչ ունի նահանգը, այն 2 ներկայացուցիչ ունի, սա հնարավորություն տալիս այդ ֆեդերալ կառույցը պահպանել։ Մինչ Ուիլսոնը ընտրությունները երկաստիճան էին, ինչպես հիմա օրինակ նույն նախագահ ընտրություններն են Միացյալ Նահանգներում, երբ որ ընտրողները ընտրում են ընտրողների խումբ եւ նրանք են ընտրում։ Այստեղ ահագին խնդիրներ է միշտ առաջանում, մենք ականատես եղանք, որ նախագահ ընտրությունների արդյունքով Ամերիկայի կարող է շատ ավելի քվե այսպես կոչված ժողովրդային քվե հավաքի մի որևէ տեխնացու, բայց նախագահ դառնա մյուսը, որտեվ նա ավելի շատ ձայներ կավաքի ընտրողներից։ Պիտի ասել, որ Ուիլսոնը այս ամբողջը իրականացեց, որովհետև ինքը շատ փայլուն իրավագետ էր, մինչև Միացյալ Նահանգների նախագահ դառնալը, իսկ մինչ այդ էլ մինչև Նյու Ջերսի նահանգապետը ինքը Փրինսթոնի համալսարանի նախագահն էր, ռեկտորն էր, բավականին երկար տարիներ, գրեթե 10 տարի, եւ ասեմ, որ միակ ամերիկյան նախագահն է, որ ունեցել է գիտական կոչում, նա PhD իրավագիտության գծով PhD կոչում ունի, եւ սա մեզ հայերիս համար հետաքրքրական է եւ կարեւոր էր, որտեվ երբ որ դիմում էին մեծ երյակի երկրները Փարիզի վեհաժողովից, հայցելով Ուիլսոնի իրավարարությունը հայ-թուրքական սահմանի, հիմնավորումներից եւ պատճառներից մեկը հենց այն էր, որպես նա իրավագետ կարող է ճիշտ իրավական լուծում տա հարցին։ Հիմա անդրադառնանք բնական է մեզ համար շատ ավելի հետաքրքրող հայերիս համար պահին, դա նրա դերակատարությունն է հայերին, հատկապես հայ որբերին փրկելու գործում, որտեղ ավելի շատ մենք խոսում ենք նրա քաղաքական գործունեության մասին, բայց մոռանալով, որ եթե Ուիլսոնի որպես նախագահի ներգրավվածություն չլներ շատ հարցերում, հազարավոր եւ տասնյակ հազարավոր հայ որբեր գուցե այդ ժամանակ սովից մահանան։ Հայաստանյան հին սերունդը, հատկապես գյումրեցիները լավ հիշում են ամերիկյան որբանոց հասկացությունը։ Եվ պիտի ասել, որ Եղեռնի տարիներից հետո բազմաթիվ ամերիկյան որբանոցներ կային եւ Հայաստանում եւ տարածաշրջանում, որոնց մեջ տասնյակ հազարավոր որբեր էին պահվում։ Ընդհանուր առմամբ ամերիկյան որբանոցները 132,000 որբ են պահել։ Դա շատ մեծ թիվ է, 132,000, այսինքն ըստ էության այսօր հայ ժողովրդի առնվազն մի 600-700,000 մարդ ապրում է եւ կա շնորհիվ այդ որբանոցների։ Ի վերջո այդ որբերը շատ-շատերը բնականաբար սերունդ են տվել, այսինքն շատ հայտնի գործիչներ կան եւ քաղաքական, նույն ասենք Աղասի Խանջյանը կամ գրողներ Նայիրի Զարյանը, Գուրգեն Մահարին, սրանք որբանոցների սերունդներ եւ հսկայական գումար է հատկացվել այդ որբանոցները պահելու համար, $117 միլիոն այն ժամանակվա գնով, որը այսօրվա փոխարժեքով եթե հասկանանք, մոտավորապես 1.5-2 միլիարդ դոլար փող, հսկայական փող։ Եվ այստեղ Ուիլսոնի դերը մեծ է եղել, որտեղ այս փողի մի զգալի մասը դա եղել է պետական օգնություն, իսկ մի մասն էլ եղել է դրամավակի ձևով, բայց այդ դրամավակներն էլ մեծ աջակցություն են ստացել Ուիլսոնի կողմից։ Դուք լսում եք Modus Vivendi, Արա Պապյանի հեղինակային հաղորդումը։
դեռևս 1915 թվականի վերջին, երբ որ հայոց ցեղասպանության մասին առաջի լուրերը ասան Միացյալ Նահանգներ, Ջեյմս Բարտոնը եւ Cleveland Dodge-ը, ամերիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները եւ Ուիլսոնի անձնական ընկերները դիմեցին նրան, որպեսզի ստեղծվի մի կառույց Միջին Արևելքում որբերին օգնելու համար։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց Committee for Armenian and Syrian Relief, որը մենք թարգմանում ենք հիմնականում որպես ամերիկյան հանձնախումբ սիրիական եւ հայկական նպաստամատույց գործունեության, որը մինչև 19 թվական այդ անունով հանդես եկավ։ Եվ շատերս իհարկե լսել ենք, որ որբահավաք էր իրականացվում ամբողջ Արևմտյան Հայաստանում, մեկ ոսկի, մեկ որբ այդ կոչը, որ շատերը վերագրում են այդ գործունեության հիմնական մասը Պողոս Նուբարին, որը մասամբ է իրականություն, որտեղ այո, Պողոս Նուբարը դերակատարություն ունեցել է, բայց հիմնական փողերը եւ դերակատարները եղել են ամերիկյան միսիոներները։ Պիտի ասենք, որ ի տարբերություն շատ երկրների, որոնք պատերազմի մեջ էին Օսմանյան կայսրության դեմ եւ չեզոք չէին կարող գործունեություն ծավալել։ Օրինակ նույն ասենք ռուսները, ֆրանսիացիք պատերազմի մեջ էին, բայց Միացյալ Նահանգները նախ մինչև 1917 թվականի ապրիլը ընդհանրապես պատերազմի մեջ չէին մասնակցում առաջին համաշխարհային պատերազմին, հետեւաբար մոտարապես 4000 միսիոներներ, որոնք գտնվում էին Օսմանյան կայսրության տարածքում, հնարավորություն ունեին հետեղեռնյան շրջանի այդ որբերին տիրություն կանգնելու եւ այդ փողերով նրանք գնում էին արաբներից, քրդերից, թուրքերից որբեր էին առնում եւ պիտի ասել, որ շատ որբեր չսպանվեցին, փրկվեցին նշածս ազգությունների կողմից հենց շնորհիվ այդ գործունեության, որովհետեւ նույն արաբները, քրդերը եւ թուրքերը հասկացան, որ որբը դա ապրանք է, որը կարելի է ծախել։ Դրա համար չէին սպանում եւ աշխատում էին ունենալ հնարավորին չափ շատ, որպեսզի վերավաճառեին եւ վերավաճառում էին ունետ ամերիկյան փողերով, այսինքն գնորդները ամերիկյան փողերով էր։ Հետո երբ անգամ 17 թվականի ապրիլին Միացյալ Նահանգները պատերազմ հայտարարեցին Գերմանիային, հետաքրքիր է, որ պատերազմ չհայտարարեցին Օսմանյան կայսրությանը եւ պահպանված է օրինակ այն հանդիպման սղագրությունը, ես ինքս տեսել եմ եւ Cleveland Dodge-ը շատ մոտ մարդ էր եւ Կարմիր խաչի ղեկավարներից համոզում էր Ուիլսոնին պատերազմ չհայտարարել Օսմանյան կայսրությանը, քանի որ դա կհանգեցնի նրան, որ ամերիկացիները այլևս չեն դիտվի որպես չեզոք երկրի ներկայացուցիչներ, այլ կդիտվեն պատերազմող երկրի եւ նրանք ստիպված կլինեն Արևմտյան Հայաստանի տարածքը լքել եւ այդ որբերը պարզապես սովի կմատնվեն։ Իսկ ասեմ, որ մինչեւ 1930 թվականն են գործել այս որբանոցները սովետական Հայաստանի տարածքում, այսինքն նույն Գյումրի որբանոցը, որը թերևս աշխարհի ամենամեծ որբանոցն է եղել այդ ժամանակաշրջանում, մինչև 40,000 որբ են պահել եւ այդ նկարները կա, ես տեսել եմ այդ սպիտակ շորերով որբերի նկարները, անգամ իրենց դասավորվածքով, շարվածքով, օրինակ գրում էին Thank you America եւ նման բառեր, որը շատ հետաքրքիր է։ Ցավոք սրտի այս հարցը բավականին քիչ է ուսումնասիրված, որտեղ սովետական միության տարիներին որևէ դրական լավ խոսք ասել ամերիկացիներին, հասցեին դա դիտարկվում էր որպես վատ նշան, որտեղ ամերիկացիք պիտի ընդհակառակը ներկայացվեին որպես վատ եւ իմպերիալիստ եւ ամեն մի փոքր օգնությունը, որը գալիս էր, ասենք նույն Ռուսաստանից Հայաստանին, շատ ուռճացվում էր, իսկ հակառակ երբ որ այդ միլիոնների հասնող օգնությունը 100,000-ավոր տոննաների միայն ցորեն ա եկել եւ հետաքրքիր է, որ կարդում եք այդ գրությունները, նույն ասենք ամերիկյան հյուպատոսի Մոզերի հաշվետվությունը, որը Թիֆլիսում էր նստում, նա գրում էր, որ վրացիները 30-ից մինչև 50% ցորենի վերցնում են իրենց, որպեսզի թույլ տան այդ բեռը հասնի հայերին, այսինքն ըստ էության, եթե վրացիները մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեին այդ թվականներին, խոսքը այսինքն 18, 19, 20 թվականների մասին է, ապա շատ ավելի սովյալներ կարող էին փրկվել։ Ասեմ, որ օգնությունը երկու տեսակ է եղել, մեկը անհատույց օգնություններ, որի մասին ես նշեցի, դա այդ 117 միլիոն դոլարի այդ գնով, եւ բացի այդ եղել է միջպետական վարկ 12 միլիոն դոլարի պարտք առ այսօր այդ ցորենի դիմաց Հայաստանի Հանրապետությունը չի վճարել Միացյալ Նահանգներին, այդ միջպետական պարտքը շատ հետաքրքիր է, որ յուրաքանչյուր նախագահի օրոք վերահաշվարկ է կատարվել, այդ թղթերն էլ պահպանված են եւ միայն 1933-ից հետո, երբ որ Միացյալ Նահանգները ճանաչեցին սովետական միությունը եւ բնականաբար ճանաչեցին ռուսական անեքսիան Հայաստանի, դրանից հետո էր, որ այլևս վերահաշվարկ չարեց, որտեղ համարվեց, որ Հայաստանը որպես պետություն գոյություն չունի։ Այստեղի դեպ ասեմ, որ մինչեւ 33 թվականը, քանի որ Հայաստանը շարունակում էր ճանաչված մնալ Միացյալ Նահանգների կողմից եւ Հայաստանը
Հայաստանը դեսպանատուն ուներ դեռ Վաշինգտոնում, Հայաստանի համար առանձին քվոտաներ էին անգամ տրվում ներգաղթի համար, այսինքն Հայաստանը դե յուրե շարունակում էր որպես պետություն գոյություն ունենալ։ Դուք լսում եք Modus Vivendi-ին, Արա Պապյանի հեղինակային հաղորդումը։ Ուիլսոնի դերակատարությունը մեծ է եղել։ Սկսած 15 թվականից պարբերաբար Ուիլսոնը հատուկ դիմումներ է կատարել սեփական ժողովրդին, պահպանելու կա 16 թվականի այդ դիմումը կամ կոչը Appeal to American People վերնակրով եւ շատ տպված բաներ կա, երբ օրինակ նույն 16 թվականի հոկտեմբերին երկու առանձին օր Ուիլսոնը հայտարարեց հայ սովյալների փրկության համար, որ հատկացրել եւ ամբողջ ամերիկյան հասարակության մեջ սկսած տներից, դպրոցներից ամենուր տեղի էր ունենում դրամահավաք հօգուտ հայ որբերի։ Պիտի ասել, որ ամերիկյան անգլերենում կամ մի դարձվածք Starving Armenians, սոված հայեր հասկացությունը եւ դա շատ տարածված է եղել 20-30-ական թվականներին եւ ամերիկյան այդ սերունդը, որը մեծացել է մանուկ ա եղել տարին, առ այսօր հիշում է։ Ես շատ ամերիկացիների եմ հանդիպել, որոնք լինելով Ամերիկայի ամենահեռավոր անկյուններից, եթե տարիքով մարդը իրենք են հիշում, իսկ եթե ավելի երիտասարդ են հիշում են, որ իրենց ծնողները իրենց պատմել են այս սոված հայերի մասին եւ օրինակ երբ որ հարցի լինում ես ասում ես հայ եմ, իրենք առաջին բանը դա են հիշում։ Իրենք շատերը անգամ Հայաստանի տեղը չգիտեին, բայց իրենք հիշում են, որ երբ որ իրանք երեխա ժամանակ ափսեի մեջ ինչ որ մի բան էին թողում չէին ուտում, իրենց ծնողներին ինձ ասում են կերեք եւ հիշեք սոված հայերի մասին, որտեվ շատ հայեր կերազեին այս հացը եւ այդ Starving Armenians հասկացությունը մտած ամերիկյան անգլերենի մեջ եւ դա գալիս է այդ ժամանակվանից, երբ որ Ուիլսոնի նախաձեռնությամբ տեղի ունենում դրամահավաք։ Ես ինքս տեսել եմ բազմաթիվ տարբեր, ասենք, պիտակներ, որոնք օրինակի համար կաթի հետ վաճառքի ժամանակ գծվում էին կաթին եւ $1 գին ունեին եւ ցանկացողը կարող էր, ասենք, կաթ առնելու դեպքում, ասենք, $1 ավել վճարել եւ այդ $1 օգնությունը գնում էր այդ Near East Relief-ին, որտեվ նշածս այդ Committee for Armenian Syrian Relief-ը 19 թվականից հետո վերանվանվեց եւ պետական ավելի կառույց դարձավ Near East Relief անունով, այսինքն մենք հայերս դա թարգմանում որ միջին արևելյան նպաստամատույց, որ այդ նպաստներ բերում եւ արդեն այդ կառույցի անունով այդ օգնությունը շարունակվեց հայերի համար։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք հայերս մեր երախտիկի խոսքը պիտի ասենք եւ ինչ որ ցեվով նաեւ պիտի արտահայտենք այդ մարդու նկատմամբ, ասում եմ, մի պահ մոռանանք անգամ նրա քաղաքական գործունեությունը իրավարար վճռանունով, որ կատարվեց այդ սահմանազատումը, բայց արդյոք հարց մեզ տանք, աշխարհում կա մի որևէ մի անձ, մի որևէ քաղաքական գործիչ, առավել եւս այն նախագահ, որի ջանքերի շնորհիվ 132,000 հայ է փրկվել։ Երևանում կա Գրիբայեդովի արձանը, ոչ այնքան որպես գրողի, որքան դեսպանի եւ քաղաքական գործչի, որի ջանքերի շնորհիվ Պարսկահայքից 45,000 հայ է ներգաղթել Արևելյան Հայաստան եւ նա արժանի կերպով ունի իր արձանը Երևանի մեջ ի նշան երախտագիտության։ Բայց կա մեկ ուրիշ անձ, Ուդրո Ուիլսոնը, որի ջանքերի շնորհիվ ոչ թե 45,000, այլ 132,000 հայ որփա փրկվել մահից, նրանց առնվազն կեսը սովամահ կլներ, եթե չլներ այդ օգնությունը, որի թիկունքին Ուիլսոնն է։ Հետևաբար ես կարծում եմ մենք պարտավոր ենք որպես հայեր եւ որպես Հայաստանի Հանրապետություն ունենալ առնվազն փողոց եւ այդ փողոցում էլ մի հուշարձան նվիրված Ուիլսոնին եւ այն պարագայում երբ որ մենք ասենք դպրոցներ ունենք, անգամ ինստիտուտ ունենք կոչված անձի անունով, որոնց ներդրումը շատ ավելի քիչ է եղել, օրինակ մենք ունենք Բրյուսովի անվան լեզվագիտական ինստիտուտ, այո, Բրյուսովը դերակատարություն ունեցել է, նա խմբագրել եւ թարգմանել է հայկական պոեզիայից որոշ բան, բայց դա համեմատելի չէ, այսինքն մարդկային տասնյակ հազարավոր կյանքերի հետ։ Հետևաբար ունենալով օրինակ նույն բուլղարացի բանաստեղծ Յավորովի անվան դպրոց, որը մի բանաստեղծություն է եւ չունենալով Ուիլսոնի անունով որևէ բան, ես արդար չեմ համարում։ Պիտի ասել, որ երբ 1918 թվականի հունվարի 8-ին առաջին անգամ պաշտոնական հայտարարության պատերազմի մասին Ուիլսոնը հանդես եկավ իր հայտնի 14 points հայտնի ելույթով ճառով, որի մեջ ամրագրված էին առաջիկա խաղաղության վեհաժողովում քննարկվելիք պայմանագրերի հիմնադրույթները։ Այստեղ այդ 14 կետերից 12-րդ կետը վերաբերում էր Օսմանյան կայսրության ճակատագրին եւ ես ուզում եմ այդ կետը ամբողջությամբ ընթերցել, որ փոքր կետը, որը շատ կարեւոր է, որն ասում էր. ներկայումս Օսմանյան կայսրության թուրքական մասի համար պետք է հավաստել անվտանգ ինքնիշխանություն, սակայն մյուս ազգերի համար, որոնք
ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ, պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն եւ ինքնավար զարգացման կատարյալ անխափան հնարավորություն։ Դարդանելը որպես ազատ ջրուղի միջազգային երաշխիքների ներքո պետք է տրամադրվի եւ բաց լինի բոլոր երկրներին։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ ասում էր, որ թուրքական մասի վրա, Օսմանյան կայսրության թուրքական մասի վրա պիտի պահպանվի թուրքական ինքնիշխանությունը, այսինքն սուվերենիտետը, այսինքն սա առաջի կետն է, որի մեջ հայկական պետականության ստեղծման գաղափարը կար։ Եվ ինչու հայկական պետականություն, որովհետեւ դրա նախորդող օրերին Ուիլսոնը այս հարցը քննարկել էր իր օգնական գնդապետ Հաուսի հետ միասին եւ նրա օրագրի մեջ հստակ գրված է, որ այսինքն ասելով պիտի ապահովվի մյուս ազգերի համար հստակորեն անգամ առաջի տարբերակում նշված է եղել Հայաստանի, Սիրիայի մյուս գոյության մասին։ Հիմա ինչու է սա կարևոր, որովհետեւ երբ որ 1918 թվականի հոկտեմբերին Թուրքիան, Օսմանյան կայսրությունը դիմեց, հենց սա հետաքրքիր է, Միացյալ Նահանգների միջնորդությամբ մյուս երկրներին, որպեսզի զինադադար կնքվի, որը գիտեք կնքվեց 18 թվականի հոկտեմբերի 30 Մուդրոսի զինադադարը, նա հստակորեն նշեց, որ ինքը որպես խաղաղության հիմք է ընդունում Ուիլսոնի առաջարկած հիմնադրույթները, այսինքն հենց զինադադարով իսկ արդեն Թուրքիան ընդունեց, որ միայն թուրքական, այսինքն թուրքաբնակ մասը պիտի լինի Թուրքիայից, ոչ թուրքաբնակը հստակորեն պիտի լինի առանձին գոյություն։ Սա ինքնին կարևոր է, որովհետև զինադադարը այն փաստաթուղթն է, որը հետագայում հիմք դարձավ նաև հետագա խաղաղության պայմանագրի համար։ Եվ ասեմ, որ այս կետի հիման վրա է, որ շատ երկրներ առաջացան, օրինակ նույն Չեխոսլովակիան կամ Լեհաստանը, դրանք արևելյան Եվրոպայում այդ երկրներն էին։ Մյուս պահը, որի վրա ուշադրություն կուզեմ դարձնել, դա ամերիկյան մանդատի հարցն է։ Որոշ գիտնականներ իհարկե նշում են, որ Ուիլսոնը լավ իմանալով, որ չի անցնի իր առաջարկը, այսինքն մանդատը ստանձնելու, պարզապես ինչ-որ սեփական անձնական դրդապատճառներով կամ զուտ չըմբռնելով հարցը դրեց քվեարկության, որը ցավոք սրտի չանցավ։ Ես կարծում եմ, որ այդպես չէ, արդեն նշել եմ, որ Ուիլսոնը լավ իրավագետ էր եւ միակ ըստ էության գիտական կոչում ունեցող իրավագիտության դոկտոր էր, ինչու դրեց, երբ որ իսկապես ակնհայտ էր, որ դեմոկրատները, այսինքն Ուիլսոնի կուսակիցները փոքրամասնություն էին եւ հանրապետականներն էին մեծամասնություն սենատում եւ պիտի սենատը մերժի։ Հիշեցնեմ, որ հայկական մանդատի հարցը քվեարկության դրվեց սենատում 20 թվականի մայիսի վերջին, 4-5 օր քննարկվելուց հետո հունիսի 1-ին տեղի ունեցավ քվեարկություն եւ քվեարկությամբ մերժվեց։ Բուն մերժելու պատճառները այդքան էլ կապված չէին հայկական հարցի հետ, պարզապես այն էր, որ քանի որ մերժվել էր Վերսալի պայմանագրի վավերացումը, այն է ազգերի լիգայի կանոնադրությունը եւ Միացյալ Նահանգները չէր կարող դառնալ ազգերի լիգայի անդամ, հետեւաբար որևէ մանդատ չէր կարող ստանձնել, որովհետեւ մանդատները ստանձվում էին ինչ որ պետության կողմից, բայց ազգերի լիգայի անունից եւ չլինելով անդամ այդ կազմակերպության չէր կարող ստանձնել։ Հիմա հարցը առաջանում, իսկ ինչու արեց։ Իմ կարծիքով հարցը իրավական հիմք ստեղծելու համար արվեց։ Տեսեք, 22-րդ հոդվածը ազգերի լիգայի կանոնադրության հստակ ասում է, որ մանդատ կարող է հաստատվել այդ պարտված երկրների նախկին տարածքների վրա, ասեմ նախկին տարածքներ։ Այսինքն, եթե որևէ մանդատի հայց էր բարձրացվում որևէ խորհրդարանում կամ կառույցում, նշանակում է այդ կառույցը ընդունում էր հարցը քննարկման վերցնելով, որ այդ տարածքի արդեն նախկին է եւ տիտղոսը նախկին պետության վերածված է։ Պարզ ասած, երբ մայիսի վերջին Ուիլսոնը Հայաստանի մանդատի հարցը մտցրեց ամերիկյան սենատ եւ սենատը ստանձնեց եւ դա սկսեց քննարկել, ապա եւ քվեարկեց, անկախ նրանից, որ քվեարկությունը բացասական էր, սենատը ճանաչեց, որ Օսմանյան կայսրության, այսինքն թուրքական տիտղոս եւ իրավունքները արդեն իսկ վերացած են այդ տարածքի վրա եւ պիտի նոր կարգավիճակ հաստատվի։ Հիմա նոր կարգավիճակ չհաստատվեց, մանդատը մերժվեց, բայց միևնույն է ինքնին այդ քննարկումը եւ քվեարկությունը փաստեց, որ դա թուրքական չէ։ Պիտի ասեմ, որ Ուիլսոնը մեծ հսկայական ժառանգություն է թողել հայկական հարցի ուսումնասիրման համար, որովհետեւ նա մի փաստահավաք շատ կարևոր առաքելություն ուղարկեց Հայաստան, դա գեներալ Ջեյմս Հարբորդի առաքելությունն է, ռազմական առաքելություններ Հայաստան, որը 19 թվականի օգոստոս-սեպտեմբերին ամբողջ Օսմանյան կայսրության տարածքով անցնելով մինչև եկավ Երևան, նրա որոշ ճյուղավորումներ, այսինքն որոշ խմբեր գնացին մինչև Թիֆլիս եւ Բաքու եւ հսկայական թվով փաստեր հավաքեցին եւ ուղարկեցին Ուիլսոնին, այդ հանձնաժողովին, որը Միացյալ Նահանգներում հայտնի պրոֆեսոր Ուիլյամ Վեսթերմանի գլխավորությամբ ձևավորվել էր, որովհետեւ դրանց հիման վրա կատարվել
կատարվի իրավարար վճիռը։ Հիմա ցավոք սրտի այս փաստաթղթերը առ այսօր հրապարակված չեն, բայց այդ արխիվները կա պահպանվում են, ես դրանց մի մասը ունեմ եւ կարծում եմ, որ սրանց պատրաստումը եւ հրատարակումը շատ օգտակար կլինի, որտեղ այնտեղ հավաքված են գրեթե գյուղ առ գյուղ տվյալներ, նաեւ այդտեղ հսկայական տվյալներ կան կուտակված ռազմական դրության, ֆինանսական, տնտեսական եւ այլն, այսինքն Ուիլսոնի այս ժառանգության կողմն էլ մեզ համար խիստ կարեւոր է, նկատի ունեմ մեծ թվով փաստեր մեզ թողելու համար։ Նրա այդ ժառանգությունը իհարկե ծրված է ամբողջ Միացյալ Նահանգների տարբեր արխիվներում, ասենք սկսած պետական արխիվից, որը Վաշինգտոն DC-ում է, հյուսիսում է գտնվում, մինչև այնպիսի փոքր քաղաքում, ինչպիսին է, ասենք Միզոլա քաղաքը Մոնտանայում եւ Միզոլա Յունիվերսիտիում, ինչ հաջողվեց գտնել շատ հետաքրքիր նյութեր, այսինքն դա աշխատանք է եւ պիտի իրականացվի, որտեղ շատ մեզ համար դա կլուսաբանի։ Ուիլսոնը այն միակ Միացյալ Նահանգների միակ նախագահն է, որը թաղված է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, նրա մայր տաճարում, երբ որ մտնում եք աջ թևի վրա, նրա գերեզմանն է եւ տապանն է, եւ պիտի ասել, որ հանրապետության երկու նախագահները վերջին եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այցելել են այդ գերեզմանին եւ հարգանքի տուրքն են մատուցել եւ սա շատ կարեւոր է։ Այստեղ մի հետաքրքիր մանրամաս եմ ուզում ես պատմեմ։ Եթե հիմա այցելեք նրա տուն-թանգարանը, որը Վաշինգտոնում է գտնվում, Embassy Row կոչվող փողոցի վրա, կա մի սենյակ երկրորդ հարկում, որտեղ ըստ Ուիլսոնի ցանկության իր մահվանից հետո դրվել է իր դագաղը։ Նա մերժել է պետական արարողակարգով ունենալ այդ բոլոր պատիվները, ցանկանալով ավելի ընտանեկան լինի, որովհետև 1914-ին նրա կիններ, առաջի կինները մահացել, Էլենը, հետո նա ամուսնացավ, իսկ երկրորդ կինը Էդիթը բավականին երկար ապրեց, բայց ինքը մինչև կյանքի վերջը սիրում էր Էլենին եւ Էլենը մի նկար ուներ նկարած, Աստվածամոր, որը նաեւ նկարչությամբ էր զբաղվում, պատկերն այդ սենյակում։ Բայց այդ սենյակում կա մեկ ուրիշ դիմապատկեր, դա հայ նկարիչ Հովսեփ Փուշմանի Էսպերանսա հույս յուղաներկն է, կտավն է, որտեղ պատկերված է մի գեղեցիկ երիտասարդ կին, որի ձեռքին մի ծաղիկ կա, եւ այդ ծաղիկը անգամ ամերիկյան բոլոր